Հոկտեմբերի կեսին Երևանում բնակվող 12-ամյա տղան դուրս է եկել տնից եւ չի վերադարձել, տնից հեռացել է հոր կողմից բռնության ենթարկվելու պատճառով։ 2024-ին երեխաների նկատմամբ բռնության դեպքով 1476 քրեական վարույթ կա։ Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1011 դեպք։ Երբ որ հարցում էին արել ծնողներին, արդյոք երեխաներին ենթարկում են բռնության, ուրեմն 70%-ը ասել էր, որ այո, ընդամենը 4%-ն էր ասել, որ ես դա համարում եմ դաստիարակության ճիշտ մեթոդ։ Հոկտեմբերի 23-ին ազգային ժողովը ընդունեց երեխաների իրավունքների եւ երեխաների պաշտպանության համակարգի մասին օրենքների փաթեթը։ Օրենքը լինելու է առաջին քայլը երեխաներին բռնությունից պաշտպանելու համար, ինչու որովհետեւ այնտեղ նախատեսված են լիազորող նորմեր։ Փոքր համայնքներում այս խնդիրը առավել ակնհայտ է։ Եթե անգամ նկատում են բռնության ենթարկված երեխային, շատ հաճախ չեն դիմում համապատասխան մարմիններին, որովհետև բռնարարը լինում է երեխայի անմիջական շրջապատից։ Մասնագետները կարևորում են նաև դպրոցի դերը խնդիրների բացահայտման տեսանկյունից, իսկ ինչ ազդեցություն է ունենում ընտանեկան բռնությունը երեխայի հոգեբանական եւ սոցիալական զարգացման վրա։ Ինչքան ավելի շատ մանկության բացասական փորձառություն, այնքան ավելի մեծ հավանականություն, որ մեծ տարիքում կունենա 40%-ով ավելի մեծ հավանականություն սուիցիդալ վարքի, 2 անգամ ավելի մեծ հավանականություն սրտանոթային հիվանդությունների։ Երեխան, որը ենթարկվել է բռնության, կարող է դիմել ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպանին կամ դպրոցից օգնություն խնդրել։